Եվրոպական շուկա մտնելը միայն որակյալ ապրանք ունենալը չէ, երբեմն որոշիչ է այն, թե քանի ժամում է ապրանքը հասնում սահման, ինչ ջերմաստիճանում է պահվում եւ արդյոք մինչեւ վերջ պահպանվում է դրա անվտանգության պահանջները։ Այսօր հենց այդ ճանապարհն էին ուսումնասիրում հայ եւ իտալացի մասնագետները։ Խոսքը արագ փչացող ապրանքների, մրգի, բանջարեղենի, ձկնամթերքի եւ անգամ թարմ ծաղիկների մասին է, որոնք եվրոպական շուկայում մրցունակ լինելու համար պետք է համապատասխանեն Եվրամիության պահանջներին։ Շուկաների դիվերսիֆիկացումը ցանկացած պարագայում շատ կարևոր է եւ այժմ մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Ուղղություններից մեկը դեպի ԵՄ է։ Պարզվում է նույնիսկ Եվրամիության ներսում միասնական կանոնները բավարար չեն, յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ նաև իր լրացուցիչ պահանջները, իսկ արտահանողը պետք է պատրաստ լինի դրանցից յուրաքանչյուրին։ Որոնք կարող են տարբերվել ԵՄ մի երկիրը մյուս երկրից, դա մի փոքր մեր համար դժվարություն է ստեղծելու, բայց կարծում եմ դա էլ կհաղթահարենք։ Հայ եւ իտալացի մասնագետները քննարկել են սառնարանային շղթայի պահպանումը, լոգիստիկան, մաքսային ընթացակարգերի արագացումը, ապրանքների փոխանակման մեթոդները եւ հետբերքահավաքային կառավարումը։ Այն ամենը, ինչ թույլ է տալիս նվազեցնել կորուստներն ու սննդային վատնումը։ Նիկոյանի խոսքով փորձագետների հետ հանդիպումն ավարտելուց հետո պատրաստվում են ուսումնասիրել հայ արտադրողների ապրանքները, գույքագրելու համար, որ արտադրողների ապրանքներն են համապատասխանում Եվրամիության պահանջներին։ Ոչ բոլոր արտադրողներն են, որոնց արտադրանքը կարող է համապատասխանել ԵՄ պահանջներին, որովհետև տեսեք, մարդիկ մինչև հիմա իրենց արտադրական process-ը կազմակերպել են ԵԱՏՄ շուկային համապատասխան։ Հիմա, երբ որ շուկան փոխվում է, այստեղ արդեն լրացուցիչ ստուգումների անհրաժեշտություն կա։ Այդ ստուգումների արդյունքում պետք է պարզվի, արդյոք կհամապատասխանի ԵՄ պահանջներին, թե ոչ։ Իտալացի փորձագետներն էլ ասում են, որ Հայաստանում արդեն նկատել են եվրոպական չափանիշներին համապատասխանող տնտեսություններ, ժամանակակից ջերմոցներ, բարձր տեխնոլոգիական ձկնաբուծություններ եւ զարգացող պտղաբուծություն, բայց դա դեռ ճանապարհի սկիզբն է։ Սա ՏԱԵԿ շրջանակներում առաջին այսպիսի պրոյեկտն է ագրոտեխնիկական, բայց առաջին պրոյեկտը չի Եվրամիության շրջանակներում Հայաստանում իրականացվող։ Պարզապես պետք է ասեմ, որ Հայաստանը հիմա գտնվում է շատ լավ տեխնիկապես հագեցած եւ արտասահմանյան ներդրումներ արած վիճակում։ Իսկ ինչ է պետք անել, որպեսզի հայկական արտադրանքն ավելի վստահ մտնի եվրոպական շուկա։ Պատասխանը ըստ եվրոպացի մասնագետների սկսվում է ոչ թե սահմանին, այլ արտադրամասում ու դաշտում։ Հայաստանն արդեն բավականին մեծ քայլեր է արել եվրոպական նորմատիվներն ու ստանդարտները մոտարկելու ուղղությամբ, սակայն դեռ բավականին շատ քայլեր կան անելու։ Ամենակարևոր քայլը կանխարգելող միջոցառումներն են։ Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է կանխարգելել, քան հետո բուժել։ Եվրոպայում ասում են, որ արդեն մեծ հետաքրքրություն կա հայկական կեռասի, ծիրանի եւ նույնիսկ թառափի նկատմամբ։ Դրանք արտակարգ բաներ են, որ դուք արտադրում եք, մենք արժանի ենք դրանք ճաշակելու։ Իմ եւ գոլեգաներիս անունից ասեմ, որ մենք շատ հեռանկարային աշխատանք ենք իրականացնելու միասին։ Ակնկալիքները մեծ են նաև սննդի անվտանգության տեսչական մարմնում վստահ են այս օրինակ դասընթացները եւ քննարկումները կնպաստեն Եվրամիության շուկայի պահանջներին համապատասխանացմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը եւ ագրոպարենային ոլորտում միջնաժամկետ եւ երկարաժամկետ առևտրի դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։